Շնորհակալություն, պարոն Վարդևանյան, այսօր դուք եկել եք եւ խորհրդանական երկրում առաջադրվել եք որպես ազգային ժողովի նախագահի տեղակալի բարձր պաշտոնում, որը նաեւ ներկայացչական պաշտոն է։ Եկեք մի հարցը վիզուալիզացնեմ։ Նախագահության հետևում Հայաստանի Հանրապետության քարտեզն է եւ իմ հարցը հետեւյալն է։ Դուք ճանաչում եք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը այս քարտեզով եւ հարց երկրորդ հարցը այդ քարտեզից դուրս։ Դուք համարում եք, որ Հայաստան ունի տարածքներ, խնդրեմ հստակ պատասխանել առանց իրավաբանական, այսպես դիվանագիտական վայրէջքների։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ մի հարց եղավ, որ պարոն Հարությունյանի կողմից հնչեցվեց, չպատասխանեցի ժամանակի սահության պատճառով, ձեզանից ներողություն խնդրելով, բայց արձագանք եմ։ Ես մեկ այլ գործընկերոջ հարցին ի պատասխան նշեցի. Եթե կլինի խմբակցության որոշում, որ օրինակ ես որպես Արամ Վարդևանյան պետք է վայր դնեմ պատգամավորական մանդատը, լինի XY պատճառներից ելնելով։ Ես դա հարգելու եմ։ Դա մեր կուսակցության կարգապահության դրսևորումներից մեկն է լինելու, որը խոսքումս ասացի ամբողջ խմբակցությանն էլ վերաբերում է։ Հետևաբար միտքը նրանում էր, որ իմ կողմից դրա նախաձեռնում չի լինելու։ Առաքելությունը ստանձնել եմ, այս ճանապարհը պետք է անցնեմ։ Անցնելու ենք պատվով եւ հաջողությամբ, Ժողովուրդ ջան, էդի նկատի ունեցեք։ Տիկին Սինորյան, ձեր հարցադրման վերաբերյալ մեկ այլ падգամավոր հարցը տվել էր։ Ես կրկին կասեմ։ Եկեք մի հատ վեր հիշենք, իդեպ արձագանքի շրջանակներում մի կարծիք առաջ քաշեց, կուզենամ նաև ձեր կարծիքը լսել։ Փաստորեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության տարածքների քառակուսի կիլոմետր հաշվարկի բանաձևը փաստորեն առաջացել է անդիմությունից։ Այդ բանավեճը առաջացել է անդիմությունից։ Այսինքն մինչև 2023-24 թվականը, որ ոչ մեկ դրա մասին չէր խոսում, ոչ մեկ։ Դա փաստորեն առաջացել է անդիմության գործողություններից։ Հիմա հարցն էլ հետևյալն է։ Ի սկզբանե ասվել է 29800։ Սա մեր պետական իշխանության դիրքորոշումն է։ Հիմա ոնց օրինակ Արթուրը Սարգսյան, որ հիմա կալանավորված է, չէ՞։ Ապօրինի է կալանավորված։ Բայց չենք կարողանում, չէ՞, օրինակ sense վերցնենք, ասենք արի։ Հիմա երբ մեր պետական իշխանությունը դիրքորոշում է տալի, այդ դիրքորոշումը հետևանք ունի։ Հետևաբար այլ չափման միավոր չես կարող առաջ քաշես։ 29800-ներ, հետո 29743-ներ։ Հիմա եթե վերջինը 29743-ից ենք խոսում, դրանից պետք է խոսանք, որովհետև եթե մենք լինեինք իշխանություն, թե այդ ժամանակ ինչ կասեինք, այդ ժամանակ պետք է լինես իշխանություն։ Ասեմ ավելին, ես մինչ հիմա չգիտեմ, թե ի վերջո այդ նույն 29800-ը եւ 29743 ո՞նց եղավ։ Մի հատ դրա վերաբերյալ կխնդրեմ իրականում ելույթ լինի, որովհետև ես վստահ եմ, եթե մենք ժամանակի մեջ եւ տարածության հետ գնանք, գանք այն ժամանակահատվածը, երբ Նիկոլ Փաշինյանը ասել է 29800-ը, եւ այդ ժամանակ Տիկին Սինորյանը ինձ հարց տար, եւ եթե ես օրինակ այդ ժամանակ չգիտեմ ինչի, բայց ասեի 29743, դուք բոլորդ պետք է ասեիք, ես ինչ ես ասում։ 29800-ը։ Բայց հիմա ուզում եմ հասկանամ այդ ոնց եղավ, էլի այդ տրանսֆորմացիան։ Արձագանք։ Հարգելի հայրենակիցներ, եկեք արձագանքենք, պարոն Վարդևանյանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ չի պատասխանում տվյալ հարցին ըստ էության։ Պարոն Վարդևանյան, դուք լինելու եք ազգային ժողով, եթե ընտրվեք, լինելու եք ազգային ժողովի փոխնախագահ, ընդունելու եք տարբեր երկրների պատվիրակություններին։ Ինչ եք ասել, եթե այդ մարդիկ ասում ենք, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ասեք, չէ, մի րոպե սպասեք, ես գնամ սենյակիցս մեր քարտեզը բերեմ, այս քարտեզով ընդունենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Դուք հասկանում եք, տվյալ հարցին չեք պատասխանում, ու ձեր ամբողջ խմբակցությունը չի պատասխանում։ Ես հորդորում եմ ձեր եզրափակիչ ելույթի ընթացքում ցույց տաք այն քարտեզը, որը համարում եք, որ Հայաստան ունի։ Շնորհակալություն։ Կարծում եմ այն օրինակը, որը բերեցի քարտեզի մասով, որ պետքա գնամ քարտեզ բերեմ, դա ճիշտ չի, որ այդ օրինակը դուք բերեք, որտեղ ձեր քաղաքական թիմը հենց տենց էլ անում է։ Դուք նաև ձեր նույնիսկ նախընտրական շրջանում քարտեզ էիք բոլորին տալիս։ Իսկն դուք այո քարտեզը այդ աստիճան ընդգծում եք։ Ես ինչ ասեցի։ Ոնց կարա Հայաստանի Հանրապետության որևէ մարդ մեր ամենա
սրբազան արժեքներից մեկը մեր Հայաստանի Հանրապետության տարածքները չճանաչի։ Գիտեք ոնց, եկեք մի բան խնդրեմ, էլի։ Հաջորդ ելույթները, որոնք կլինեն, այդ նախադասությունից զերծ մնացեք։ Տենց նախադասություն ոչ կասեմ ես, ոչ կասեն իմ գործընկերները, նույնիսկ հարց ուղղելուց ձեզ ասելով ձեր քաղաքական թիմին։ Այդ ինչ ձևակերպմամբ հարցակամ արձանագրում է Հայաստանի Հանրապետությունում տենց մարդ չկա, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնի։ Ով որ դնի, մեղմ ասած, շատ ամոթ իրան, շատ։